Մեզ հաճախ հարցնում են, ինչից է ճիշտ պատրաստել խոհանոցային կահույքը՝ լամինացված DSP թե MDF։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին ես եմ, Մոշնի քաղաքագործական ընկերության հիմնադիր տնօրեն Մուշեղ Թոքմաջյանը։ Այսօր խոսելու ենք նյութերի բազմազանությունից, տարբերություններից, առավելություններից եւ թերություններից եւ ճիշտ կիրառելիությունից։ Նախ եկեք դիտարկենք երկու նյութերի տարբերությունները։ Հիմնական տարբերությունը DSP-ի եւ MDF-ի դա նրանց ստրուկտուրան է, այսինքն նրանց խտությունը։ Երկուսն էլ պատրաստված են փայտից, աղացած փայտից, բայց նրանք տարբեր խտությունների են։ Աշկով է տեսանելի է լամինատի այս ոչ խիտ կառուցվածքը, իսկ MDF-ը շատ ավելի խիտ է։ Լամինատի վրա որպես վերջնական շերտ փակցվում է լամինացված պանել, իսկ MDF-ի վրա փակցվում է թաղանթ կամ ներկվում է խամ MDF-ը։ Լամինատը շատ հարմար նյութ է կահույքի կարկասը պատրաստելու համար, քանի որ նա բավականին ամուր նյութ է, շատ հեշտ է տրվում քանդման եւ ձգման աշխատանքներին եւ այն հնարավոր է մի քանի անգամ քանդել եւ հավաքել եւ այն չի կորցնի իր ամրությունը։ Երկրորդ նրա գլխավոր առավելություններից մեկը այն է, որ այն ունի տեսակներ, որոնք բավականին ավելի բյուջետային են, քան MDF-ի տեսակները։ MDF-ի առավելություններից է նաև այն, որ ներկելու դեպքում այն դառնում է ավելի խոնավակայուն եւ խոնավ կետերում ցանկալի է օգտագործել հենց ներկած MDF-ը, քանի որ այն չի եզրափակվում PVC-ով ոնց որ լամինացված DSP-ի ժամանակ եւ նույնիսկ թաղանթապատ MDF-ի դեպքում այն եզրափակվում է PVC-ով, այսինքն դուրս է գալի, որ խոնավ կետերում, թաց կետերում շատ ավելի ցանկալի է օգտագործել ներկած MDF-ը, որպեսզի այն ավելի երկար ծառայի։ Նաև լամինատը եւ MDF-ը իրարից տարբերվում են իրենց գունային գամմաներով եւ տեքստուրաների ու ֆակտուրաների բազմազանությամբ։ Օրինակ, թաղանթապատ MDF-ը շատ հարուստ է հարթ մակերևույթներով, անփայլ եւ փայլուն, իսկ լամինատը փայտային տեքստուրաներով եւ ֆակտուրաներով շատ ավելի հարուստ է։ Շատ կարևոր է նաև հասկանալ այն փաստը, երբ ձեզ առաջարկում են լամինատ, հիմնական դեպքերում ձեզ առաջարկում են ամենաէժանագին եւ անորակ լամինատը։ Մենք որպես լամինատ հիմնականում օգտագործում ենք Էգեր ապրանքանիշի լամինատը, որը էկոլոգիապես մաքուր է, շատ պինդ կառուցվածք ունի եւ նրա վրայի լամինացիան շատ բարձր որակի է։ Ուրիշ լամինատներ մենք հիմնականում չենք օգտագործում, իսկ որպես թաղանթապատ MDF մենք հիմնականում խորհուրդ ենք տալիս Արկոպ ապրանքանիշի MDF-ները, որոնք նույնպես որակապես ունեն շատ բարձր հատկանիշներ։ Եվ այսպիսով, այն հարցի պատասխանը լամինատ թե MDF եւ լամինատ եւ MDF։ Կախված թե ինչ խնդիր ենք մենք լուծում, կախված մեր բյուջետային հնարավորություններից եւ կախված թե որ կոնտեքստում ենք այն օգտագործելու։